Ողջույն սիրելիներս, այսօր կկիսվեմ ձեզ հետ նրբաբլիթների երկու շատ հաջողված տարբերակով, նրանց համար, ովքեր փնտրում են շատ սպիտակ, ծակոտկեն եւ բարակ շերտերով նրբաբլիթների բաղադրատոմս, սա իդեալական տարբերակ է։ Տարբերակներից մեկը առանց ձվի է, որով նրբաբլիթները ստացվում են շատ ճերմակ, էլաստիկ, հետևեք կկիսվեմ պատրաստման բոլոր նրբություններով, բաղադրիչների ճիշտ հաշվարկած չափաբաժիններով եւ ճիշտ պատրաստման արդյունքում խմորը պնդացնելու կամ թուլացնելու կարիք չի լինում, այդ իսկ պատճառով ուզում եմ ձեզ մանրամասն ներկայացնել, ցուցադրել։ Առաջին տարբերակի համար անհրաժեշտ է 420 գրամ ալյուր, 600 մլ կաթ, իմ այս տարան ճիշտ է շատ հին է, բայց անբաժանելի իր է իմ խոհանոցում, քանի որ տարայի վրա նշված է եւ շաքարի եւ ալյուրի ու հեղուկի շատ ճիշտ չափաբաժինները, այդ իսկ պատճառով ուզում եմ մանրամասն ցույց տալ, քանի որ այս բաղադրատոմսում ամեն գրամ ճիշտ հաշվարկած է։ Եթե ձեռքի տակ ունեք չափի ճիշտ տարա, ավելի լավ, որովհետև կան տարաներ վաճառքի հիմա, որոնց չափերը այդքան էլ ճշգրիտ չեն, օրինակ այս տարայից եթե ունեք իրական թվից 50 մլ ավել է ցույց տալիս։ Կաթը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի, գազավորված ջուրը 600 մլ է անհրաժեշտ լինելու սառնարանից, ընթացքում կասեմ ինչու։ Վերցրել եմ 4 ձու, 0.1 կարգի, 55-ից 60 գրամ է 1 ձուն եւ 4 ճաշի գթալ բուսայուղ, աղը 1 թեյի գթալ, ոչ լիքը։ Ձվի վրա ավելացնում ենք աղը, որը կօգնի սպիտակուցի արագ քայքայմանը եւ կարիք չլինի երկար հարելու, որպեսզի չփրփրացնենք ձուն։ Ես հարելու եմ ձեռքի հարիչով, կարող եք նաեւ էլեկտրական հարիչով հարել, բայց ցածր աստիճանի տակ։ Ձվի վրա ավելացնում ենք կաթը, մաս-մաս, 1 բաժակ կաթ եւ 1 բաժակ ալյուր հերթականությամբ։ Քիչ հեղուկով ալյուրը բացելիս խմորը միատարր է ստացվում եւ քամիչով անցկացնելու կարիք չի լինում։ Նաեւ նրբաբլիթների խմորի համար լավ է ստացվում, երբ սպիտակուցի տոկոսը 100 գրամ ալյուրի մեջ մինչեւ 10 գրամ է կազմում։ Բարձր կարգի ալյուրներ կան, որոնց սպիտակուցը 13 գրամ է։ Այդ տեսակի ալյուրներով պատրաստելիս նրբաբլիթները կարող են կոպիտ, չոր ու հաստ ստացվել։ Ես վերցրել եմ Բաղրամյանի մեր տեղական ալյուրը։ Ովքեր ձեռքի տակ կշեռք չունեն, նշեմ նաև, որ 420 գրամ ալյուրը 200 մլյանոց բաժակով ստացվում է 3 բաժակ եւ կես բաժակից քիչ, այսինքն բաժակի 1/4-ը։ Խմորը շատ չենք հարում, որպեսզի սոսնձանյութը գլյուտենը շատ չակտիվանա ու նրբաբլիթները ստացվեն փափուկ, բարակ ու ծակոտկեն։ Եթե գնդեր կմնան, շատ հարել պետք չէ, ավելի լավ է այս փուլում խմորը անցկացնել քամիչով, հետո նոր ավելացնել պարտադիր սառը գազավորված ջուր, քանի որ տաք հեղուկը ալյուրի մեջ սոսնձանյութը ավելի արագ է ակտիվացնում, որը խմորին դարձնում է խտացած ու նրբաբլիթը ստացվում է ավելի հաստ ու քիչ ծակոտկեն, իսկ մեզ պետք է, որ խմորը մնա ջրիկ ու թեթև, եւ նաեւ սառըհանքային ջրի գազերը խմորի մեջ երկար են պահվում եւ թավայի վրա պայթում են, առաջացնելով ավելի շատ ու մանր ծակոտիներ։ Արդյունքում ստանում ենք շատ բարակ ու ծակոտկեն շերտեր եւ ընդհանրապես սառը հեղուկը նրբաբլիթների խմորը դարձնում է ավելի կայուն եւ թույլ է տալիս, որ խմորը հավասար բարակ շերտերով բաշխվի տապակի վրա։ Իհարկե դրանում իր դերն ունի նաև բուսայուղը, այն չի թողնում, որ խմորը կպչի տապակին, նամանավանդ եթե տապակը հաստ հատակ եւ չկպչող ծածկույթ չի ունենում։ Կրակը հավասարապես չի բաշխվում եւ կարիք է լինում մեկ ընդմեջ բուսայուղ անել, որպեսզի խմորը չկպչի ու անմիջապես կեղևակալի, այլ սահուն բարակ շերտով տարածվի տաք տապակի վրա, որովհետեւ շատ ծակոտիները առաջանում են հենց տաք տապակի, գազավորված ջրի եւ թույլ խմորի դեպքում։ Գազավորված ջուրը լցնում ենք վերջում, ստանում ենք այսպիսի ջրիկ խմոր, շատ չեմ խառնել, եթե նկատելի է գազի պղպջակները չեն մարել։ Ավելացնելու եմ 2 ճաշի գթալ բուսայուղը, իսկ մյուս երկուսը պետք է ավելացնել խմորը հանգստանալուց հետո։ Խմորը պարտադիր թողնում ենք հանգստանա 20-ից 30 րոպե, այդ ընթացքում սոսնձանյութը կթուլանա, բարակ ծակոտկեն բլիթներ ստանալու համար դա էլ շատ կարևոր է։ Սիրելիներս, անցել է 30 րոպե, խմորը հանգստանալուց հետո թուլացել է, ավելացնում ենք մնացած 2 ճաշի գթալ բուսայուղը։
Ծակոտկեն և բարակ նրբաբլիթների պատրաստման համար կարևոր է նաև տապակի ճիշտ ընտրությունը։ Ինձ մոտ տապակներից մեկը ունի բազմաշերտ հաստ հատակ, մյուսը ոչ, բայց երկուսն էլ ունեն չկպչող ծածկույթ։ Այս երկու տապակների միջև տարբերությունն այն է, որ հաստ հատակ ունեցող տապակով նրբաբլիթները ստացվում են բավականին սպիտակ, ոչ բարձր կրակով տապակելիս։ Առաջին նրբաբլիթը պատրաստելիս սկսում ենք բուսայուղ, թեպետ դրա կարիքը չկա։ Ուղղակի առաջին նրբաբլիթները միշտ չէ որ լավ են ստացվում, ապահովության համար սկսում ենք բուսայուղ։ Ահա հենց իսկ առաջին նրբաբլիթից տեսեք սիրելիներս, թե ինչքան լավ է ստացվել, քանի որ տապակը շատ տաք է, ստացվել են գեղեցիկ ծակոտկեն թեթև կարմրած նրբաբլիթներ։ Հիմա ցույց կտամ, թե նույն այդ խմորից ինչպես կարող ենք ստանալ շատ սպիտակ նրբաբլիթներ։ Իջեցնում եմ կրակը և թխում եմ ցածր կրակով, երբ կողքերից շերտը անջատվում է, անմիջապես շրջում եմ և չեմ թողնում կարմրի։ Լավ տապակի շնորհիվ ստանում ենք նման արդյունք, իսկ բարակ թավայով դժվար է լրիվ սպիտակ նրբաբլիթներ ստանալ, եւ ինչպես տեսաք, ես խմորի մեջ սոդա չեմ օգտագործել, քանի որ սոդայից շերտերը մքանում են եւ ճերմակ չեն ստացվում, եւ սոդայի դերը այստեղ ավելորդ է։ Եվ նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ միայն ծակոտկեն, այլ նաև շատ բարակ շերտեր կամ պատրաստման նրբություններ, խմորը լցնում ենք տապակի վրա, քանի որ տապակը տաք է, խմորը կպչում է բարակ շերտով, իսկ մնացածը անմիջապես դատարկում ենք եւ դնում կրակին։ Արդյունքում ստանում ենք շատ բարակ, կարելի է ասել թափանցիկ շերտ։ Սիրելիներս, տեսեք, թե ինչքան լավ են ստացվել նրբաբլիթները, այս բաղադրատոմսով պատրաստված նրբաբլիթները ստացվում են, ինչպես տեսնում եք, շատ էլաստիկ, ձգվելուց չեն պատռվում, ինչպես տեսնում եք, գազավորված ջրի շնորհիվ շատ ծակոտկեն են եւ այս շերտերը շատ հանգիստ, նույնիսկ 3 օր կարող եք փակ վիճակում պահել սառնարանում, հետո նոր լցոնել։ Սիրելիներս, տեսեք, թե բնական լույսի ներքո ինչքան լավ է երևում շերտերի գույների տարբերությունը եւ բարակությունը։ Սիրելիներս, երկրորդ տարբերակով նրբաբլիթները ստացվում են էլ ավելի սպիտակ, խմորի մեջ չեմ օգտագործում ոչ ձու, ոչ սոդա, որն էլ նպաստում է շերտերի լրիվ ճերմակ ստանալուն։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, անցկացնում ենք մաղով, 350 գրամ ալյուր եմ օգտագործում։ Բաղադրատոմսը ամբողջությամբ կտեղադրեմ տեսանյութի ներքևում նկարագրությունների բաժնում։ Ալյուրի վրա ավելացնում ենք ոչ լիքը թեյ գթալ աղը եւ աստիճանաբար խառնելով ավելացնում ենք կաթը։ Սիրելիներս, խմորի մեջ չեմ օգտագործում ոչ ձու, ոչ սոդա, ոչ շաքարավազ, որն էլ նպաստում է շերտերի լրիվ ճերմակ ստանալուն։ Շաքարավազը նույնպես փոխում է շերտերի երանգը, մքացնում է։ Որպեսզի շերտերը ստացվեն շատ բարակ, կաթը եւ գազավորված ջուրը պետք է լինեն սառը։ Տաք հեղուկները խմորի մեջ սոսնձանյութը արագ ակտիվացնում են, արդյունքում շերտերը ստացվում են ավելի հաստ եւ քիչ ծակոտկեն։ Թեպետ կան նրբաբլիթներով պատրաստվող աղցաններ, որոնց շերտերը անհրաժեշտ է մեզ, որ հաստ լինեն, այդ դեպքում այո, կան նաև տաք հեղուկներով պատրաստվող բաղադրատոմսեր, ես եւս ունեմ իմ ալիքում նման տարբերակ, սակայն այս տեսանյութը բարակ, շատ ծակոտկեն եւ սպիտակ շերտեր ստանալու մասին է։ Գազավորված ջրի 200 մլ-ին լցնում ենք խմորը պատրաստելու ընթացքում, իսկ մնացած 300-ը խմորը հանգստանալուց հետո։ Ավելացնում ենք 4 ճաշի գթալ բուսայուղ եւ գազավորված ջրի 300 մլ-ին դնում ենք սառնարան, որպեսզի սառը մնա։
Սառը գազավորված ջուրը խմորը դարձնում է շատ թեթև, թույլ ու ջրիկ և սառը վիճակում ավելացնելու դեպքում գազերը պահվում են խմորի մեջ և տապակի վրա պայթում են, առաջացնելով բավականին շատ մանր ու գեղեցիկ ծակոտիներ։ Այդ իսկ պատճառով ջրի մի մասը լցնում ենք խմորը հանգստանալուց հետո, անմիջապես թխելուց առաջ, գաղտնիքը դրանում է։ Եվ սառը խմորը ավելի դանդաղ է կպչում տապակին, այդ իսկ պատճառով ավելի հավասարաչափ է տարածվում, որից շերտերը ստացվում են բարակ ու հարթ։ Կստանանք շատ ջրիկ ու թույլ խմոր։ Ինձ մոտ 22 cm տրամագծով թավաներ են, այդ չափով ստացվում է 35-ից 40 հատ նրբաբլիթ, իսկ առաջին տարբերակով ստացվում է 40-ից 45 հատ նրբաբլիթ։ Սիրելիներս, մինչ կշարունակեք դիտել, տեսանյութը կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի պահպանեք բաղադրատոմսը։ Եվ կխնդրեմ նրանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն իմ ալիքին, բաժանորդագրվեք և սեղմեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ նոր տեսանյութերը։ Որպեսզի ստանանք բաց ճերմակ նրբաբլիթներ, թխում ենք ցածր կրակով։ Սիրելիներս, տեսեք, թե ինչքան հարթ ու հեշտ է տարածվում այս խմորը տապակի վրա, որի արդյունքում նրբաբլիթները ստացվում են շատ բարակ ու ծակոտկեն, թեկուզ ցածր կրակով։ Ալյուրի և հեղուկի ճիշտ համամասնության դեպքում է նման խմոր ստացվում։ 100 մլ հեղուկի համար վերցնում ենք 35 գրամ ալյուր։ Ինձ մոտ 1 լիտր հեղուկ էր, գազավորված ջուրը և կաթը միասին վերցրած։ Ես օգտագործել եմ 350 գրամ ալյուր։ Սիրելիներս, տեսեք, թե ինչքան բարակ և թափանցիկ շերտեր են ստացվում։ Իսկ հիմա ցույց տամ, եթե բարձր կրակով թխենք, նրբաբլիթները թեթև կկարմրեն, այսինքն եթե ուզում ենք լրիվ ճերմակ շերտեր ստանալ, պետք է համբերատար թխենք ցածր կրակով։ Սիրելիներս, նշեմ նաև, որ ես իմ յութուբյան ալիքում ունեմ նրբաբլիթների միջուկների, տարբեր միջուկների, հավի կրծքամսով, սնկով, տավարի մսով բաղադրատոմսեր, հղումները կթողնեմ այս տեսանյութից նկարագրությունների բաժնում, կարող եք նայել, եթե կհետաքրքրի։ Սիրելիներս, իսկ լցոնած նրբաբլիթները կարող եք պահեստավորել ձեզ հարմար տարբերակով և հանգիստ պահել սառցախցիկում երկար ժամանակ։